Հունվարի 29-ին Բաբաջանյան համերգասրահում Հայկ Մելիքյանի բացառիկ համերգային երեկոն նրա Լաուդամուս ալբոմի շնորհանդեսն է և միաժամանակ այն նվիրվում է հայազգի միստիկ փիլիսոփա, գեղագետ, կոմպոզիտոր ու պարուսույց Գյորգի Գյուրջիևի 160-ամյակին։ Հայաստանից Իրան, Տիբետ և Հնդկաստան իր ճանապարհին Գյուրջիևն ուսումնասիրում էր տարբեր կրոնները, հավատալիքներն ու ծեսերը, մեծ քաղաքակրթությունների ժառանգությունը վերաիմաստավորելով իր փիլիսոփայության ու երաժշտության մեջ։ Հայկ Մելիքյանի և Գյուրջիևի խորհրդանշական հանդիպումը տեղի է ունեցել Դաշնակահարի 2009-ի ամստերդամյան մենահամերգի ավարտին, երբ հոլանդացի մի երաժիշտ նրան է փոխանցել նոտաների հաստափուր մի հատոր, այն վերադարձնելու պայմանով։ Դա եղավ իհարկե ճակատագրական օր, որովհետև այդ օրվանից ի վեր Գյուրջիևի երաժշտությունը իմ նվագացանկում է, տարբեր առիթներով սիրում եմ կատարել Գյուրջիևի երաժշտությունը, հատկապես վերջին ժամանակներս համադրելով ժամանակակից երաժշտության հետ և սպասվող համերգի նվագացանկում հենց այդպես էլ արել եմ, միավորել եմ Ջոն Քեյջի, Կարլհայնց Շտոքհաուզենի, Ալեքսանդր Սկրյաբինի, մեկ ուրիշ միստիկի ստեղծագործությունները և այսպես մի գեղեցիկ լռության կարելի է ասել փունջ եմ ստացել։ Եվ արդեն 2019-ին ծնվեց Գյուրջիևի հետքերով գնալու և Գյուրջիևյան հայտնությունների շարքը հենց նրա ծննդավայրում Գյումրիում բացահայտելու նախաձեռնությունը, հանդիպումների շարք աշխուղագիտության մասնագետների հետ, պատմական հիշողության շերտերի հավաքագրում Ալեքսանդրապոլի և Գյուրջիևի հոր Աշոտ Ադաշի մասին։ Այս նախագիծը եզրափակվեց 2020-ին նկարահանված եռամաս համերգային տեսաշարով, որը բացի անկրկնելի երաժշտական մասից, նաև Գյումրին որպես ունիկալ մշակութային միջավայր և Գյուրջիևի ծննդավայր միջազգայնորեն հանրահռչակելու խնդիր ուներ։ Ստացվեց այնպես, որ մի փիլիսոփա, երաժիշտ, եթե ես պարագայում ասեմ, ով առավել մեծ հանրաճանաչություն ունի, քան իր ծննդավայրը։ Մենք հասկացանք, որ հենց այս կետից էր պետք է սկսել։ Եվ այո, սկսեցինք կոչից և ողջույնից բարի գալուստ Գյումրի, Ալեքսանդրապոլ, որտեղ ծնվել է Գյուրջիևը, սա նրա քաղաքն է, որտեղ կերտվել է Գյուրջիևը։ Այս պարագայում շատ կարևոր էր, որ մեր թիրախը զուտ սփյուռքահայությունը չէր։ Մեզ շատ կարևոր էր աշխարհը ճանաչի, որտեղից է Գյուրջիևը, ինչու է նման ստեղծագործություններ կատարել, ինչու ունի հայկական, ասորական, քրդական երգ։ Ստեղծագործական երկարամյա այս փնտրտուքների արդյունքում ծնվեց Լաուդամուս ալբոմը, որն այսօր արդեն հասանելի է բոլոր համաշխարհային հարթակներում։ Լաուդամուսն ամբողջանում է 3 բաժիններով՝ ժողովուրդների երգեր ու ռիթմեր, ծիսակարգերից ոգեշնչված հոգևոր երգեցողություններ ու բառեր և վերջապես աղոթքներ։ Ընդհանուր 26 ստեղծագործություն։ Հենց այս համերգային ծրագրում տեղի կունենա կոմպոզիտոր Վարդան Հարությունյանի դաշնամուրի և էլեկտրոակուստիկ ձայների համար գրված «Անգիտակից արտապատկերումներ» պիեսի համաշխարհային պրեմիերան։ Այդ արտապատկերումների գաղափարը իմ մոտ կա լսողական պրակտիկաներից, փորձում եմ լսեմ ինձ շրջապատող աշխարհը, դրա մեջ երաժշտական էլեմենտներ գտնել, որոնցից այդ երաժշտությունը կարող է ստեղծվել, ծնվել։ Եվ իհարկե ձայնագրում եմ, քանի որ էլեկտրոակուստիկ է երաժշտությունը, ու փորձում եմ ոնց որ այդ ընդհանուր sense հայտարարի բերել այդ ձայնագրությունը, արտաքին աղմուկը և իմ ներքին երաժշտությունը։ Եվ իհարկե այս նախագծի հեղինակային թիմը շարունակելու է միջազգային քարոզչությունը, որի հիմքում Գյուրջիևն է, նրա հայկական ինքնությունն ու ծննդավայրը, և որի հասցեատերը միայն հայկական սփյուռքը չէ, այլ ամբողջ աշխարհը։ Նունե Ալեքսանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։